Հոր և Որդու և Ոգու Սրբո, ամեն։ Քրիստոս փառքով համբարձավ Հայր, օրհնյալ է համբարձումը Քրիստոսի։ Դաս օրեր եկեղեցին մեզի գիշեցնե, որտեղ հինան շրջանի մեջ ենք և 10 օրեր համբարձում են և կիրակի օրը պիտի տոնենք հոգեկալուստը, Տիրոջ Սուրբ Հոգին, որ մեր վրա իջնի։ Այսօրվա նյութը հետաքրքիր էր, որովհետև իսկապես սովորություններ կան, որ մարդուս կյանքը կշինեն, սովորություններ կա, որոնք կքանթեն։ Ադի լավ, մարդկային լավ սովորություն, որ պարտաճանաչը լավ, ժամը հարկել, ուրիշներու հանդեպ հարկանք ծծնել։ Եվ նաև կեր սովորություններ, օրինակ շատախոսություն, օրինակ փամփասանքը, աստեսակ բաները։ Մարդս վերջը սովորություններով հանդերձ ինքը փամը կսորվի և իր ուղեղը գուզե ադիգա գրգնել և գսիրե ինչն էլ ուղեղը, փամը օթոմեյթնել, այսինքն ինքնաբերաբար դաշնե, որ շատ չմտածի, ադի մարդուս կարողություն։ Եվ մենք կտեսնենք, որ Մարգոսի Ավետարան օրինակ գսե, Հիսուս իր սովորության համաձայն տաճար գնաց, կամ սավրության համար ժողովարան կերտար, սինագոգ կերտար, այսինքն այս սովորությունները լավ են, օրինակ լավ սովորություն է, երբ որ ծնողքը բզդիկ եկեղեցի գտե, որ եթե բզդիկին ծնողքը ճամփա չծծնե, ու լեհան պիտ գիտնա բզդիկը, YouTube պիտ բանա ինչպես եկեղեցի կերտան, ոչ, խաղը պիտ խաղը։ Բայց հոս Հիսուս կզգուշացնե, որ չլա, որ մեր Աստված պաշտությունը միայն սովորությունը լա, որովհետև ամենին շատ հանդիմանանքը Հիսուս տվավ այդ սովորաբաշխողներում, որոնք փարիսեցիներն էին, որոնք ինչ կնեին, կխոսեին առաքյալներու վրա, կթադեին առաքյալներուն իրենց սովորությունները բահելու պատճառով։ Եվ հոս կսե, որ օրինակ դեղմը Մատթեոսի Ավետարանի մեջ ճաշելի առաջ չէր լվացված իրենց սերկերը, կխոսին ադորոսն։ Բայց Հիսուս կսե, դուք ինչի կնմանիք ջերմակցված գերեզմաններու, թուրսը մաքուր է, ներսը վեցուն աղդոտ ոսկորներով։ Ուրիշ տեղ ինչ կսե, իժերու ծնունդներ եք դուք, այսինքն ձեր մեջը թույն կա։ Ուրիշ տեղը մեկ նորահավատ ընդունելու համար, այսինքն փոխանակ թեբիզ Աստված առաջնորդեն հավատացյալը, ինչ կնեն, մեզի բես եղիր կսեն, չէ, այս հոգեբանությունը մեր մեջ ալկա, հիմա դուք միշտ եկեղեցի գուքանք, մեկը որ նոր կա եկեղեցի և շարժումները չի գիտեր, նստել գինալը չի գիտեր, կամ քիչ դարբեր արդակին ունենա, ինչ կնենք, կչապչպենք աղոր, չէ, կչապչպենք, ով է ասիկան, ինչու ասանք հակվեր է, հոսիր դեղը չէ, բայց Հիսուս ինչը սավ, առողջներում բժիշկ պետք չէ, Սուրբ Գիպրանոս կսե եկեղեցին ինչ է, հիվանդանոց, չէ, նավն է, որ թուրսի այդ հեղեղը, որ գտեսնենք աշխարհայնացման մեղքերու հեղեղը, կփրկի մեզ եկեղեցին։ Եվ մենք շատ ժամանակ գիտենք սովորությունները, այսօր դոն է, այսօր պահք է, այսօր Քրիստոս հարյալ գսենք, և ինքզինքից ինչ կնենք, ավելի գիտակ կհամարենք, որովհետև ուրիշին համեմատ մենք շատ բան գիտենք։ Իմանանք առակ մը պատմեց Հիսուս, գիշեք, Փարիսեցի և Մաքսավորի, այսինքն ընդունելի, հարկելի մարդու մասին, որ այդ ժամանակ փարիսեցի էր, և Մաքսավորի, որ անդեսված իրենց ասկի կողմե ադելի և հագարակ նաև հռոմեացիներու հետ գործար կնողնելու։ Եվ փարիսեցին անչափ սովորաբաշտ էր, որ կկարծեր, որ Աստված իր սիրտը չի գիտեր, և կացեր է, Աստծո առջև կեցեր է, իր սովորություններու մասին կխոսի։ Հիշեք ինչ կսե, ինչ լավն եմ ես կսե։ Շաբաթը երկու անգամ բահ կբահեմ, հայրերու ավանդության համաձայն, ունեցածեց դասանորդ կուտամ, եկա երևակայցեք, մեկը գենա
դոկտորը ասենք արյանը քննության արդյունքները գրել է, գիտե վիճակը ինչ է ներսեն, դու գնաս իրեն ասես, որ ես հասանք եմ, ես լավ եմ։ Աստված մեր սրտելու դոկտորն է, եթե մենք գնանք իրեն ասենք մենք ով ենք, ինք Աստված չլար ուրեմն։ Խորակեդ է Աստված։ Ինչ կսես Աղմոսը, իքես անգա ես հարկանթե օրովայնեմ օրիմոթուն ես իմ Աստվածս, քու արջևդ, հա, մորս որովայնեն թուն ես իմ Աստվածս, ծնել է տարաջ ես գիտեմ թուն ով ես, չէ։ Ուրեմն, եթե փարիսեցի պես մենք երթանք եկեղեցի և մեր անձը քովենք և միևնույն ադեմ նայենք ով եկել է նոր, որ չի գիտեր, մեկ ադալ չապճպենք իրեն և կեշ խոսք ասենք, ինչ կլա մենք չենք արդարանալ, այսինքն մեր աղոտքը չընդուներ։ Հետևաբար սովորությունը լավ բան է, բայց սովորություն բաշխելը շատ վտանգավոր բան է։ Անոր համար Պողոս առաքյալը, երբ որ Կորինթացիներուն գրե, տեղ մգսե դուք թեր պատրաստ չեք հասուն ուտելիք ուտելու, միս ուտելու, Ադոր համար ես ցեսի գարդ տվի։ Կսես ինչ կսե աս մարդը, այս Պողոս առաքյալը շատ գեղեցիկ ուսուցիչ է, մանկավարժ է։ Կսե հիմա դուք մեծ բաներու մասին կխոսիք, բայց թեր գարդ չեք կերած, որ ձեր մարդը լալը մեծնա, ոսկորները բնթանա, և վերջը խոսիք մեծ բաներու մասին, չէ։ Ինչպես մենք բզդիկները կմեծնենք, սկիզբը գարդ կուդան, որը շատ սուղ է ախորերում, չէ։ Վերջը ինչ կնենք, կխարնենք այդ պաթաթեսը, կմարենք իրեն կուդան, կամաց ագրակ ուրենա միս կուդե, նույնը մենք ենք, չլա որ սովորաբաշտությունը դառնա մեր նպատակ, որովհետև եթե մենք լա մեր արարողական կյանքը, սուրբ պատարագը, մգրտությունը, բստակները, եթե այդ ամեն ինչի միջով Քրիստոսին չտեսանք, մեր մեջը բամը չի փոխվիր։ Եթե մենք եկանք պատարագի հաղորդություն արանք, որտև անանք է գարկը, կամ կիրագի է պիտի ունենք, բայց մեր սրտի մեջ անհատաշ չունեցանք, որ այդ Տիրոջ գրագը ինձի մաքրելու համար է, չէ՞։ Ինչը սավ Հիսուս եկա գրագ նետելու երկրի վրա, և ինչ կուզեն, որ փորփոքած լա, գրագ ինչ կնե, կայրե և գզդե, կմաքրե, նույնը մեր հոգիներն է։ Եթե մենք միայն մոդենանք ավանդության սիրուն և Քրիստոսի չմոդենանք, ըսել է որ փարիսեցի ենք, որտեղ փարիսեցին դեսագն է մարդու, այսինքն ասինչ բաները ընողը, բայց խորքին մեջ Քրիստոսին չսիրելն է։ Ադոր համար անգախ մեր բոլոր սովորությունները մենք պետք ունենք Քրիստոսի հետ անհատապես հարաբերություն ունենանք։ Ինչպես կսեն, պատարագի ետք պատարագ գուկանք, երկենք, կփարապանենք Աստված, իր մարմինը բուդենք, որ դուրս գանք, մեր ուզած կյանքը չապրենք, փոխված ապրենք, ամեն անգամ, ինչպես Հիսուս թթխմորի արագը պատմե, մենք գուկանք այդ խմորով հացը առնելու և իրեն խմորվելու, որ մեր մեջը մոդենանք, ամեն անգամ խորուրդ խորհին, անհաս անասկիտ, որ չի հասնի, ամեն անգամ երբ որ ես կուդեմ, ուզեմ քիչ մնալ մոդենալ այդ անհասին, որ իմ մեջ ես այդ փոփոխություններ ընկալեմ։ Հետևաբար Աստված թող մեզի առիթ տա մտածելու, որ այդ սովորությունները որ գնեմ, ինչու գնեմ, ինչու մեղա Աստծո կսեմ, ինչու գուկամ եկեղեց, ինչու կմասնակցեմ ասկալողություններում, և արդյոք ես ատկե լեցված, սուրբ հոգիով լեցված ուրիշին արգերտամ, կամ միայն ես լավը լամ, կարևոր է իմ կյանքս լավը լա, բայց Հիսուսը սավ, ուր որ ես եմ, հոմ բիդելար իմ ծառայողները, և ուր էր Հիսուս, մարդոց մեջ, նեղության գտնվողներու մեջ, փողոցները, անառակներու հետ, ինչի համար, որպես իրենց բժշկե, որպես իրենց առողջացնե, որպես իրենք ազաստված գտնեն, որտեղ մեղավորի հոգին շատ սուղ է Աստծո համար և գուզե ինքը փրկել։ Որ Աստված զորացնե ձեզի և հավատքի մեջ ըլլակ Քրիստոսագետրոն և Աստված սիրող։ Միասնաբար հայրներս։